Պարոն շնորհավորում եմ նախ հաղթանակի եւ արդեն մրցաշրջանի ավարտի կապակցությամբ կոնկրետ խաղի մասին խոսելիս դժվար հանդիպում էր, ինչպես կգնահատեք այս խաղը թիմի կողմից։ Իրականում շատ ծանր հանդիպումներ, այսօր ունեինք էներգիայի, էմոցիայի պակաս, ագրեսիայի պակաս, ինչը բնական է, միշտ վերջին խաղերը մրցաշրջանի այդպես է լինում, բայց տղաները մինչև վերջ պայքարեցին, կարելի ասել բոլոր ռեսուրսները ի ցույց դրեցին եւ վերջում կարևոր էր այս հաղթանակով ավարտել այս դժվար մրցաշրջանը։ Մրցաշրջանը ավարտեցին երրորդ հորիզոնականով, որքանով է գոհ թիմի ցուցադրած արդյունքից, ինչի վրա պետք է աշխատել եւ ինչն էր զարգացածը։ Ճիշտ ասած, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հետաքրքիր մրցաշրջանի համար։ Ես իրականում վերջին տարիներին չեմ հիշում այս սցենարով առաջնություն, որակական առումով էլ կարծում եմ բավական բարձր էր։ Ինչ վերաբերում է մեզ, իհարկե աշխատելու շատ տեղեր ունենք, մենք մինիմում մեր պահանջները կատարեցինք, այսպես կարելի է ասել, նորմալ եմ գնահատում ընդհանուր առմամբ մրցաշրջանը մեր համար, բայց բնական է, Փյունիկը ամբիցիոզ ակումբ է, ամբիցիոզ թիմ, ամենատիտղոսակիրը եւ երրորդ տեղով բավարարվելը պետք չի, մենք պետքա շատ աշխատենք բոլոր խաղային ֆազաների վրա, նոր տրանսֆերներ կլինեն, թիմը ավելի կարծում եմ ուժեղ մյուս մրցաշրջանին արդեն պատրաստ կլինի։ Պարոն այսօր նաև Փյունիկի 900-րդ պաշտոնական հանդիպումներ ներքին առաջնություններում, ինչ կասեք այս արդյունքի մասին։ Իհարկե շատ ուրախ եմ, որ 900-րդ հաղթանակով ավարտեցինք 900-րդ հանդիպումը, դա խոսում է Փյունիկի տրադիցիաների, Փյունիկի պատմության մասին, հուսով եմ, որ մենք էլ մի փոքր մասը կկազմենք այդ հաջողությունների հետագայում։ Այսօր եղավ ժամանակատված խաղադաշտում, որ Փյունիկից 7 հայ են հանդես գալիս, ինչ կասեք հայերի ներգրավվածության մասին կազմում։ Իհարկե շատ ուրախալի է, որ 7 հայ, ճիշտ ասած մենք չէինք հաշվել եւ միտումնավոր չէր, խաղն էր թելադրում, որ այդպես լինի, բայց իհարկե դա ողջունելի է, ուրախալի է, որ հայերը ճնշող մեծամասնություն են կազմել այդ պահին մեր թիմում։ Եվ փոքրիկ հանգիստ, որից հետո արդեն նախապատրաստություն Եվրագավաթներին, ինչպիսին է թիմի տրամադրվածությունն արդեն։ Տրամադրվածությունը շատ դրական է, որովհետև նախ հաղթանակով ավարտեցինք, նախ կատարեցինք այդ մինիմում մեր առաջադրանքը։ Ես տեսնում եմ, որ տղաները շատ ավելի մեծ էմոցիաներով վերադառնալու են եւ թիմը ավելի ուժեղ է լինելու։